Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Datalinx դատական տեղեկատվական համակարգում, գործի ընթացքը եւ մեղադրանքը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 2009 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ 2009 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով խարդախություն առանձնապես խոշոր չափերով։ Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են նախնական պայմանավորվածությամբ եւ խաբեությամբ հափշտակել են տուժողի գումարները։ Մասնավորապես դատական ակտում նշվում է, որ գումարը պահանջվել է բնակարանի վաճառելու պատրվակով եւ չարաշահելով Մկրտչյանի վստահությունը։ Մեղքի ընդունում դատարանում։ Գործը քննվել է արագացված կարգով։ Datalinx-ում հրապարակված դատական ակտում բառացի նշված է, որ ամբաստանյալ Ավետ Կոնջորյանը հայտարարել է. «Մեջբերում եմ, միջնորդությունը ներկայացրել եմ կամավոր, խորհրդակցել եմ պաշտպանի հետ, գիտակցում եմ արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն ինձ պարզ է, համաձայն եմ մեղադրանքի հետ եւ ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին»։ Մեջբերման ավարտ, աղբյուրը Datalinx դատական տեղեկատվական համակարգ։ Այսինքն մեղադրանքը ոչ միայն առաջադրվել է, այլև ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։ Դատավճիռը 2010 թվականի հուլիսի 17-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված հանցագործության կատարման համար եւ նշանակել 4 տարվա ազատազրկում։ Հաշվի առնելով նախնական կալանքը, վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։ Աղբյուրը Datalinx տեղեկատվական համակարգ։ Ժողովրդի փորձը ստանալ պարզաբանում։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողը կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ, խնդրելով մեկնաբանել դատական գործը, մեղքի ընդունման հանգամանքը եւ ներկայիս դիրքորոշումը, սակայն նա հրաժարվել է խոսել եւ որևէ պարզաբանում չի ներկայացրել։ Ժողովուրդ օրաթերթը բազմիցս անդրադարձել է Հայկ Կոնջորյանի գույքային ձեռքբերումներին, մասնավորապես առանձնատան գնի եւ եղբոր հետ կապի մասով։ Ալո, Պարոն Կոնջորյան, բարև ձեզ։ բարև ձեզ։ Շատ ներողություն եմ խնդրում, ձեզ քննարկն է լրագրող Ժողովուրդ օրաթերթից անհանգստացնում։ Ներողություն եմ իհարկե խնդրում ուժամի համար, բայց շատ կարևոր էր էլի ձեզ հետ խոսելը, պարոն Կոնջորյան։ Գտել եմ ձեր 2010 թվականի քրեական գործը կապված բնակարանի առքուվաճառք, ինչի համար դուք ազատազրկման եք դատապարտվել, դուք էլի այդ դեպքի մասին պատմեք, որովհետև դատանի վճիռը կա, փաստը կա, 2010 թվականին դուք արագացված դատաքննություն եք խնդրել եւ արդյունքում դատանը որոշել է, որ դուք մեղավոր եք, բայց պայմանականորեն չի կիրառվել, բայց փաստացի դուք մեղադրյալի անգամ կալանավորված եք եղել։ Ինչ խարդախության գործ է։ Ես ոչ մի հարցի չեմ պատասխանում, առհասարակ ինձ մի զանգահարեք, ես ոչ մի հարցի չեմ պատասխանել, լավ։ Փաստերը հղումներով։ Նյութը ըստ հետք հետաքննող կայքի նշում է, որ Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Հայկ Կոնջորյանի եւ նրա կնոջը Շուշան Ալեքսանյանին։ Նրանք այն ձեռք են բերել 2024 թվականի հուլիսին 54 միլիոն դրամով, որը զգալիորեն ցածր է շուկայական արժեքից։ Ըստ նույն աղբյուրի բնակելի տան իրական շուկայական արժեքը հաշվարկված է մոտ 75 միլիոն 600 հազար դրամ, այսինքն գինը, որով այն գնել է պատգամավորը, մոտ 21.6 միլիոն դրամով ցածր է սույն շուկայական գներից։ Այս դրվագը Կոնջորյանը մի քանի անգամ իհարկե հերքել է։ Աղբյուրները նշում են նաև, որ առանձնատունը վաճառող ընկերությունը Միլոն Մայնինգ ՍՊԸ-ն ունի կապեր Կոնջորյանի ընտանիքի հետ։ Այդ ընկերության տնօրենն է Ավետ Կոնջորյանը, ում մասին հիշատակվում է նաև Datalinx-ում կատարված խարդախության քրեական գործի մեջ։ Այժմ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Հայկ Կոնջորյանի գնված առանձնատան հարցերը։ Հուսանք եղբոր խոշոր չափերի խարդախության դրվագը չի շրջանցվի այս դեպքում, հատկապես որ ՔՊ խմբակցության ղեկավարի կողմից գնված
թվաց առանձնատան կառուցապատողի հետ Կոնջորյանի եղբայրը առնչություն ունեցել է, ինչի մասին հայտնել է ինքը Կոնջորյանը Ժողովուրդ օրաթերթին տված գրավոր պարզաբանման մեջ։ Մեջբերում եմ. Տեղեկացնեմ, որ եղբայրս այս պահին որևէ գործնական կամ անձնական կապ չունի բնակարանների վաճառվող տվյալ ընկերության հետ, նախկինում զբաղվել է բնակարանների վաճառքով, այդ թվում նշված ընկերության հետ։ Մեջբերման ավարտ։